Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին քվեարկությանը մասնակցել է արդեն 847,226 քաղաքացի կամ ընտրողների 33,84%-ը։ Տվյալները հրապարակել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրողների 26,81%-ը։ Տնային կալանքում գտնվող Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը քվեարկության է եկել ընտանիքի անդամների հետ։ Անդրադառնալով ընդդիմության հաղթանակի դեպքում իշխանափոխության խաղաղ ընթացքին, Կարապետյանը զերծ է մնացել հստակ կանխատեսումներից, շեշտելով ժողովրդի կամքի կարևորությունը։ Իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա, ընդամենը միջև առավոտ համբեր ենք։ Կարապետյանը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր առճակատմանը, հայտարարելով, որ ինքը եւ ընդդիմադիր այլ գործիչներ չեն պատրաստվում լքել երկիրը, չնայած իշխանություններից հնչող սպառնալիքներին։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Խոսելով ապագայի մասին Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը ընդգծել է լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտությունը, նշելով, որ առանց դրա Հայաստանը չի կարող զարգանալ։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քվեարկությանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է իշխանափոխության հնարավորության եւ սպասվող արդյունքներին։ Քոչարյանը շեշտել է, որ իրենք հանդես են գալիս ռադիկալ փոփոխությունների օրակարգով։ Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե գործող իշխանությունը հրաժարվի իշխանությունը հանձնել պարտվելու դեպքում, Քոչարյանը պատասխանել է. Թե տարբեր սցենարների Եթե չգնա շատ վատ ավարտելու է, շատ վատ։ Ինչ իմաստով։ Ամեն մեկը իր ֆանտազիա, ուրեմն բանտ նստացնել, պատերով տալ, դա սպառնալիք չի։ Հիմա վատ ավարտելը։ Վատ ավարտել ինչ է նկատի։ Մեր ձևովի նման Արդեն ամեն մեկը թող իր ֆանտազիայի համաձայն եւ կողմնորոշումների մտածի, թե ինչ է դա նշանակում։ Քվեարկությանը մասնակցել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա խոսելով սպասվող արդյունքների եւ հավաքական ընդդիմության հաղթանակի մասին վստահեցրել է, որ իրենք հաղթելու են։ Հավաքական ընդդիմությունը արդյոք շանս ունի այս ընտրություններում իշխանությանը հաղթելու։ Միանշանակ ուրիշ։ Ինչպես եք պատկերացնում, ինչքան ձայներով։ Ես այդպիսի բան չեմ կարող ասել ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նայել իր վարչապետ Տեքնացու Կարաչյան։ Իշխող ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ընտրությանը։ Փաշինյանը ընտրատեղամաս է եկել միայնակ, առանց տան անդամների, կնոջ ու երեխաների հետ։ Քվեարկությունից անմիջապես հետո Փաշինյանը իր ավանդական սրտիկն է արել։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում արկա լարվածությանը, դրանք որակել է որպես աշխատանքային ընթացիկ գործընթացներ, որոնք բնորոշ են Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներին։ Տեսեք, սանկցիաներ եք դուք ասում, բայց նման խնդիրներ անընդհատ են լինում։ Այլ բան որ հիմա լուսաբանվում է։ Այսինքն լուսաբանվում է Հայաստանում գործող ձեզ հայտնի ուժերի շրջանակների բանով հետաքրքրվածության բերումով, ծախսերով եւ այլն։ Այսինքն աշխատանքային հարցեր ԵԱՏՄ ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, ԵԱՏՄ-ի բոլոր երկրների մեջ այս կարգի աշխատանքային հարցեր լինում են։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ընտրությանը մասնակցելուց հետո լրագրողների զրույցում շեշտել է, որ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարևոր է պետության ամրապնդման եւ ապագայի կերտման գործում։ Վեհափառը հայցել է Տիրոջ օգնությունը եւ ողորմությունը ողջ ազգի համար, մաղթելով, որ հայոց պետությունը մնա անսասան, իսկ ժողովուրդը կարողանա դուրս գալ ծանր փորձություններից։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Վեհափառ հայրապետը իր խոսքի ավարտին հայցել է Աստծո պահպանությունը հայ ժողովրդին, մաղթելով խաղաղություն եւ միասնականություն։ Սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ։ Բոլորին
դեմ եմ երեկը։ Ուժեղ Հայաստան Պետք չի բոլորը կարդալ, ասեք Փաշինյանը որն է։ Ժամը 13-ի դրությամբ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ։ Ներքին գործերի նախարարություն ստացվել է ավելի քան 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնակվյարկության 2 դեպք։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում եւ սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Համացանցում տեսանյութեր են տարածվում, որ տարբեր ընտրատեղամասերում քաղաքացիներին ուղղորդում են հանձնաժողովի անդամները։ Այս ինչ անում արա։ Սպիտակի արևաշող գյուղում մի խումբ ՔՊԱ-ականներ մուտք են գործել ընտրատեղամաս եւ ուղղորդում են քաղաքացիներին քվեախցիկում միջամտելով քվեարկությանը։ Նկարում եմ։ Գարգարի 22/34 ընտրատեղամասում էլ վարչական ղեկավարն ու իր թիմակիցներն են ուղղորդում քաղաքացիներին։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչություններով, ահազանգել է Ուժեղ Հայաստան դաշինքի մամուլի խոսնակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ, նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը, գրել է Մարիաննա Ղալամանյանը։ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում էլ արձանագրվել են պարբերաբար կրկնվող դեպքեր, երբ քվեարկությունն իրականացվում է 2 անձի մասնակցությամբ։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև Օշականի մշակույթի տանը տեղակայված 17/25 ընտրատեղամասից, որտեղ ըստ հրապարակված տեղեկությունների քաղաքացիները ընտրատեղամաս են մուտք գործում արդեն իսկ քվեաթերթիկներով։ Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ Հայաստանի տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են իրականացնում։ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու Կարեն Սիմոնյանի խոսքով գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Հայաստան դաշինքի աջակիցների բնակարաններ եւ Երևանի Անի թաղամասում գտնվող շտաբ, բերման ենթարկելով ավելի քան 10 անձի։ Զուգահեռաբար Գյումրիում ուժայինները շրջափակել են Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակը, դեպքի վայր ժամանած փաստաբաններին թույլ չեն տվել մտնել գրասենյակ։ Այս պայթերությամբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այսինքն որևէ մեկը ներսից ձեզ չի պատասխանում, դու չեն տալիս։ Որևէ մեկը չի արձագանքել, այո, դուրը դրսից փակված է եւ չեն կարող մուտք գործել։ Կադրերում երևում է, որ մինչ փաստաբանը պատասխանում է լրագրողի հարցին, գրասենյակից մի քանի հոգու ձերբակալում են։ Բարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի խոսքով ձերբակալվածների թիվը հասնում է 3-ի։